Ողջույն, ընկերական գոտի ոդկասթի այսօրվա իմ հյուրը հանդիսանում է Work in Progress ընկերության հիմնադիր տնօրեն եւ նաեւ HR էքսպերտ Վարդուհի Հարությունյանը, ով նաեւ իմ շատ վաղեմի ընկերուհին է, եւ այսօր մենք խոսելու ենք մասնագիտական կողմնորոշման, կարիերայի մասին։ Հիշեցնեմ, որ մեր ոդկասթի հիմնական նպատակը դերասներին եւ նրանց ծնողներին ներկայացնել այն բոլոր խնդիրները եւ լուծումները, որոնք որ կարող են իրենց կյանքը հեշտացնել։ Եվ շատ կարևոր թեմա է, բոլորը խոսում են մասնագիտական կողմնորոշումից, արի հասկանանք ինչպես ընտրել ճիշտ մասնագիտություն եւ ինչպես հասկանալ սեփական ուժեղ կողմերը։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել։ Կրկնակի պատասխանատու է, քանի որ ինքս հանդիսանում եմ դեռահասի մայրիկ եւ այդ շրջանում եմ նրա հետ, նրան օգնում եմ, նրա հետ միասին փորձում ենք մասնագիտություն ընտրել եւ կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում այս թեման շատ ակտուալ է դարձել, որովհետև տարիներ առաջ ոչ մեկ չէր էլ մտածում, հա, ինչ մասնագիտություն ընտրի, չէր խորանում, մաման-պապան ինչ ասում էին, դա անում էին։ Իսկ հիմա արդեն շատ շեշտը դրվել է նրա վրա, որ մարդիկ ուզում են ոչ միայն աշխատել, այլ ուզում են աշխատանքից հաճույք ստանալ եւ կյանքը վայելել, ինչը շատ ողջունելի է։ Ժամանակակից աշխարհում նաեւ կարելի է ասել, որ մենք մեկ անգամ չենք ընտրում մասնագիտություն եւ ժամանակները եւ պահանջները ստիպում են, որ մենք մեր կյանքի ընթացքում տարբեր որոշումներ կայացնենք։ Բայց այնուամենայնիվ, քանի որ դեռահասը ընտրում է արդեն կրթություն, որը որ հիմք է լինելու իր մասնագիտության, շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարել այդ պահի համար, բայց չմտածել, որ դա ճակատագրական է, երբեք չի փոխվի, եւ այստեղ իհարկե պետք է բացահայտել սեփական անձի ուժեղ կողմերը, առհասարակ մասնագիտական կողմնորոշման այսպես դասական օրինակը այսպես է, հա, ինչպես ենք դուրս բերում մասնագիտությունը, որը որ համապատասխանում է, բացահայտում ենք մեր ուժեղ կողմերը, բացահայտում ենք այն, ինչ մենք սիրում ենք եւ բացահայտում ենք այն, ինչի համար մեզ կվճարեն։ Եվ այս 3 կլորակների մեջտեղում գտնվում է մեր մասնագիտությունը, մեր աշխատանքը, որը որ հետագայում պետք է մենք կատարենք։ Իսկ դեռահասը ինչպես հասկանա, այնուամենայնիվ իր այդ շահող կողմը որն է կամ կողմերը, ինչպես ասենց ինքնաանալիզ անի, որպեսզի հասկանա դուրս հանի այնուամենայնիվ այդ ուժեղ կողմերը։ Արուսիկ ջան, իրականում ինքնաանալիզը բավականին բարդ process է։ Մենք այսքան, չգիտեմ, փորձառու տարիներով մեր վրա աշխատած, ինչ որ sense փորձ կուտակած մարդ լինելով ամեն օր մեզ անալիզ ենք անում ու ամեն օր փորձում ենք մեր մեջ բացահայտել ինչ որ կողմեր։ Էլ չասեմ, որ հասարակության մեջ շատ մարդիկ տարիներով ու մինչև ամբողջ կյանքի ընթացքում դա չեն անում, ավտոմատ ապրում են, դրա համար դեռահասին կարող է մի փոքր դժվար լինել սեփական անձը վերլուծել։ Ինչ եմ ես անում սովորաբար, երբ որ դեռահասների հետ մենք շփվում ենք այս թեմայով, մենք փորձում ենք նախ եւ առաջ բացահայտել ինչ են իրենք սիրում, որովհետեւ մարդը ինչը որ սիրում է, սովորաբար լավ է անում եւ հաճույք է ստանում։ Աշխատակիցների մոտ էլ է այդպես, դեմոտիվացված աշխատակիցը հիմնականում այն մարդն է, ով սիրով չի անում իր գործը։ Ճիշտ է, առաջին պատասխանը sense ստանդարտ ասում են գումարն է քիչ եւ այլն, բայց դա չի պատճառը, հիմնականում չսիրելն է։ Իսկ ուժեղ կողմերի հետ կապված դեռահասը կարող է նաեւ մասնագետների հետ զրուցել, որովհետեւ հիմա կան նաեւ մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, լավ մասնագետներ, ովքեր տեստերի, խոսակցությունների միջոցով դուրս են բերում մարդու նույնիսկ թաքնված կողմերը, որի մասին մարդը երբեք չի մտածել։ Ենթադրենք հասկանում են անալիտիկ է մտածողությունը, մաթեմատիկական ուղղվածություն ունի։ Իդեպ երեխան կարող է մաթեմատիկա լավ չսովորել դպրոցում, բայց ունենալ մաթեմատիկ եւ անալիտիկ մտածողություն, որովհետեւ մեր կրթական համակարգը միշտ չէ, որ բացահայտում է երեխայի պոտենցիալը ցավոք սրտի։ Համաձայն եմ հետդ եւ մենք շատ աջախ, քանի որ շատ երկար տարիներ արդեն աշխատում ենք դեռահասների եւ դեռահասների ծնողների հետ, տեսնում ենք մի խնդիր այս թեմայի շատ մոտ, դա այնա, որ երեխան նախ չի հասկանում ինքը իրան, ինչ է ուզում, անդադ փոխում է իր կարծիքը, ապագա մասնագիտության հետ կապված, մեկ սա է ուզում, մեկ այն է ուզում, ծնողը երբեմն աջակցում է, բայց երբ տեսնում է, որ երեխան անդադար ինչ-որ փոփոխություններ է մտցնում իր ապագայի այսպիսի որոշումների մեջ, շատ անգամ նաև ծնողներն է դեմոտիվացվում, որովհետև ասում են՝ դե լավ, ես այսքան գումար տվեցի, դու գնացիր օրինակ այս խմբակը, այնուհետև փոխվեցիր, ես այստեղ էլ քեզ աջակցեցի, այլ չեմ պատրաստվում, դու շարունակիր։ Այն նրանով ինչի համար ես օրինակ հիմա այս բանին վճարում եմ, հա։ Եվ շատ անգամ մենք տեսնում ենք, որ դեռահասի մոտ սա նորմայի կարծես թե սահման է, երբ որ ինքը չի կողմնորոշվում,
անդադար փոխում է, ինչպիսի մոտեցում ունենա ծնողը, որովհետև այստեղ շատ ճակատագրական է նաև թե ինչպես ծնողը ռեակցիա կտա եւ դեռահասը ինչպես հասկանալի շատ դեռահասներ մեր երեխեքից են կամավորներից շատ անգամ ասում են որ մեր համար շատ լուրջ հոգեբանական խնդիր է որովհետև մենք հասկանում ենք որ մեր վրա դրված է պահանջ որ մենք կողմնորոշվենք բայց մենք չենք կողմնորոշվում շատ կարևոր է որ յուրաքանչյուր ծնող փորձի հասկանալ թե ինչքանով է պրոյեկտում իր սեփական կյանքի ու իր սեփական խնդիրների լուծումը իր երեխաների վրա Սա շատ բարդ process է եւ մի վտանգ էլ կա, որ բացարձակ չես ուզում պրոյեկտես, մեկ էլ լրիվ բաց ես թողնում։ Այս ռիսկն էլ կա։ Իրականում չկողմնորոշված լինելը երկու տարբերակ կարող է լինել։ Մի տարբերակում կարող է դեռահասին ոչինչ չհետաքրքրել, սա լավ չի։ Մի տարբերակում դեռահասին կարող է շատ բաներ հետաքրքրել, ինչը շատ լավ է, կյանքում ամենակարևոր փայլը մարդու կարիերայում, անձնական կյանքում բերում է հետաքրքրասիրության գաղափարը։ Մարդը որքան հետաքրքրասեր է, այդքան հետաքրքիր է իր կյանքը։ Այո։ Եվ դեռահասը պետք է նորմալ է որ չի կողմնորոշվել։ Նորից եմ ասում ենք, մեծ մարդիկ ենք, մեծանում ենք, ապրում ենք, ընտանիք ենք կազմում եւ ժամանակ առ ժամանակ մասնագիտություն ենք փոխում։ Օրինակ ես 2 տարի առաջ եւս մեկ համալսարան ավարտեցի եւ ստացիոնար, ոչ հեռակա դժվարություններով, աշխատանք, ընտանիք, նոր երեխա եւ այլն, եւ դա իմ նոր ուղին էր։ Եվ դա ես արեցի 40-ից տարիքում, ինչը վաու, հա, շատ լավ է։ Նորմալ է, որ դեռահասը կարող է կողմնորոշված չլինել եւ բարձրագույն կրթությունը, եթե այսպես վերցնում ենք, ինքը վերջակետ չի, հա, բարձրագույն կրթությունը առհասարակ իմ կարծիքով շատ ավելի ազդում է մարդու բազային, հա, անձնային հատկանիշների ձևավորման վրա, որ նա լինի կիրթ, կարողանա ճիշտ հաղորդակցվել, իսկ մնացածի մասով իսկապես ժամանակի ընթացքում նա կարող է փոխել, ընտրել ու շատ լավ է որ չեն կողմնորոշվում, շատ բաներով են հետաքրքրվում, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, հա։ Իսկ կարծում ես կա ինչ որ deadline, այսպես ասած, տարիքային, որ այ այստեղ պետքա գոնե կողմնորոշված լինի, չգիտեմ, 18-ում գոնե պետքա արդեն հասկանաս որն է քոնը։ Երբ որ գնում ես կրթության, թե մասնագիտության, դե որովհետև կրթությունն էլ թվում է թե պետքա լինի մասնագիտության այդ սկիզբը, այս իմաստով։ Ես շատ խորհուրդ եմ տալիս դեռահասներին կատարել դժվար աշխատանքներ։ Եթե նույնիսկ մենք կողմնորոշված չենք, մենք կարող ենք աշխատանքներ կատարել սպասարկման բնակավարում, ինչը շատ զարգացված է, հա, ու այդ խնդիրը տեսել եմ, հա, օրինակ, չգիտեմ, ինչ որ դեռահասներ կան, ում ծնողներ ասում են, չէ, իմ երեխան չպիտի աշխատի վաճառասրահում կամ չգիտեմ, սպասավոր, հա, այս մասնագիտությունները, որոնք առաջին հայացքից դժվար են, հա, որովհետև տարբեր տեսակի մարդկանց հետ է շփվում, այնքան են մարդուն կոփում, որ երբ որ ինքը հասնում է վերևի level-ի top management-ի կամ ղեկավարների այդ մակարդակին նա ամբողջությամբ պատկերացնում է բիզնեսը։ Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս դեռահասներին 2-3 ժամով, եթե կրթությանը շատ է խանգարում, աշխատել, որքան էլ այդ գումարը մինիմալ լինի, իսկ ինչ վերաբերվում է deadline-ին, ես կարծում եմ, որ deadline չկա եւ այդ մասնագիտական աճը, որ դու կարող ես ունենալ մի ընկերության շրջանակներում, տարբեր ընկերությունների շրջանակներում քեզ կարող է պրակտիկորեն բերել են մասնագիտությանը, որը որ դու գործի մեջ կհասկանաս, որ քոնն է, ոչ թե տեսականորեն։ Իսկ խոսքդ, եթե ուղես դեռահասների ծնողներին, որովհետև ինքդ էլ ամանավանդ լինելով դեռահասի ծնող, կարծում եմ մի քիչ մտնում ես իրենց նաև այդ կաշվի մեջ եւ հասկանում ես իրենք ինչից կարող են նյարդայնանալ։ Այո։ Ինչ խորհուրդ կտաս, ինչպես վերաբերվեն, եթե երեխան դեռ չի կողմնորոշվում կամ փոփոխվում է։ Ես կարող եմ իմ օրինակով ասել, հա, եթե կընդունեն, ես ազատ եմ թողել իրեն, ես հիմնարար արժեքները իմ երեխայի մեջ ձևավորել եմ, ինքը լավ մարդ է, ես գիտեմ, որ ինքը հասարակությանը պիտանի գործունեությամբ է զբաղվելու, ոչ մեկին չի վնասելու, չափազանց բարի է, ես կարծում եմ, որ սա է ծնողի հիմնական առաքելությունը, որ իր երեխան լինի լավ մարդ։ Ժամանակակից աշխարհը այնպիսին է, որ աշխատասեր ու լավ մարդիկ երբեք առանցած չեն մնա։ Մարդու մեջ պետքա ձևավորել այդ հատկանիշները, հաստատակամություն, աշխատասիրություն, բարություն ամենակարևորը եւ ձեր երեխան իրենը կգտնի վստահաբար։ Կարևորը որ մենք չմտածենք, հա, օրինակ, չգիտեմ, վայ իմ մոտ չի ստացվել, ինչա ինքը պիտի անպայման էս անի կամ ես բժիշկ եմ, իմ երեխան պետքա պարտադիր բժիշկ լինի։ Բացարձակապես այս ամեն ինչը պետք չի երեխայի վրա պրոյեկտել, ես տեսել եմ հարյուրավոր մարդկանց, ովքեր շատ դժբախտ են լինելով շատ հաջողակ մասնագիտության մեջ։ Այո։ Շնորհակալ եմ շատ Վարդուհի ջան, ես նույնպես համակարծիք եմ քեզ հետ եւ երույթը մի ավելացում եմ իմ կողմից,
մաքսիմալ պետք է համբերատար լինել այս շրջանում, որովհետև Այո, դեռահասությունը իրականում շատ լուրջ մարտահրավեր է ծնողի համար եւ շատ խնդիրներ են առաջանում այս շրջանում նաեւ ծնողների համար, ուղղակի մաքսիմալ աջակցող եղեք եւ այո։ համբերատար, որովհետև նորմալ է, որ երեխան չկողմնորոշվի եւ կամ էլ կողմնորոշվի ու հետո փոխի կարծիքը։ Յուրաքանչյուրս մեզ կարող ենք հիշել, հա, Այո։ դեռահասության շրջանում, չգիտեմ ինչի մենք մտածում ենք, որ մեզ կարելի էր այդ չարությունները օրինակ, բայց մեր երեխան պիտի չանի, իսկ ինչու ոչ։ Իսկ Մարտու ջան, ինչ ես կարծում կա այսպիսի ինչ որ չափանիշ, որ դու գտնում ես քո մասնագիտությունը կամ արդեն զբաղվում ես դրանով եւ այ ասում ես այս չափանիշներով ես հասկանում եմ, որ սա իրոք իմն է։ Այո։ Այդ չափանիշը այն չափանիշն է, երբ որ դու աշխատավայրում նստած րոպեն 1 ժամին չես նայում։ Մենք այսպիսի տեստել ունենք, դեռահասների հետ անում ենք, շաբաթվա օրեր ենք գրում ու իրենք գրում են սանդղակով գնահատում են, թե որքանով են սիրում այդ շաբաթվա օրը։ Հետո բացատրում են ինչու են ինչ որ օր շատ սիրում ու ինչ որ օր քիչ սիրում։ Սովորաբար դպրոցականների մոտ ամենասիրած օրը ուրբաթն է, որովհետև իրենք դպրոց չեն սիրում, հա։ Ահա։ Սա իհարկե գլոբալ խնդիր է։ Նույնը աշխատավայրում է, դու աշխատակցի վարքագծից հստակ տեսնում ես, ինքը սիրով է անում, իրեն հաճելի է թե ոչ, թե առիթ է ման գալիս, որ օրինակ 6-1 դուրս գա, դրա մեջ վատ բան չկա իհարկե, բայց գործը կարող է կիսատ թողնել դուրս գալ, Այո, որտեվ իրեն տհաճ է։ այո, Ու մարդուն չես կարող մեղադրել։ Ամենակարևոր չափանիշը, որ մարդը զգա, որ այդ իրենն է, ես ֆինանսականի մեջ չեմ տեսնում, անկեղծ եմ ասում, կարող է կարծիքս շատերը չկիսեն, մարդու հաջողակությունը այս կյանքում բացարձակ ֆինանսի հետ չի կապված, լավ է որ ֆինանսը կա, որտեղ ֆինանսը այն բազային ազատության այո, գաղափարն է տալիս, որը մեզ տանում է դեպի երջանկություն, բայց եթե դուք առավոտից երեկո զբաղվում եք ձեր չսիրած գործով, տոքսիկ միջավայրում, հետո գայիս եք տուն, մի հատ է դա բերում եք տուն ու ունեք ֆինանս, այսպիսի մարդկանց էլ եմ ցավոք շատ-շատ տեսել, այդ այդքան լավ չի։ համաձայն եմ միանշանակ։ Ինչ ես կարծում, եթե մարդը արդեն մեծացել է, տարիքը առել է եւ մեկ էլ քոպես որոշվում է, որ պետքա երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ կամ Այո, ընդհանրապես մասնագիտություն փոխի։ Ինչպես վերաբերվի դրան, որովհետև հիմիկվա օրինակ դեռահասների նույն ծնողները կարող է այդ իրավիճակում են կամ դեռահասներն էլ հասկանան, որ անգամ մեծահասակ տարիքում իրենք իրավունք ունեն այո, ընտրեն այնպիսի մասնագիտություն կամ փոխեն այն մասնագիտությունը, որ իրեն դուրս չի եկել եւ ընտրեն այնպիսին, ինչպիսին որ իրենց այո։ ավելի հոգեարազատ է։ Ոչ միայն կարող են, երբեմն ժամանակները պարտադրում են Այո, փոխել, եւ այս ժամանակակից արհեստական բանականությունը եկավ մի հատ հեղաշրջում անելու։ Մասնագիտություններ են վերանում, ինչքան էլ sense չգիտեմ, ծեծված այո, խոսքեր են, բայց իրականում մասնագիտություններ են վերանում եւ գալիս են նոր մասնագիտություններ։ Կամ չգիտեմ, 15-20 տարի առաջ, կներես, այո, որ ընդհատում եմ եւ կան մասնագիտություններ, որոնք նոր են եւ շատ ավելի եկամտաբեր այո, են, քան օրինակ այն մասնագիտությունները, որոնք որ ժամանակին եղել են, այսպես ասած, տրենդի մեջ այո, եւ միգուցե այդ մարդը, որ թեկուզ 30, 40, 50 անց է, ինքը ուզում է օգտվի այդ նոր ժամանակների այո, հնարավորություններից, չէ՞։ այո։ Այստեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մենք մասնագիտություն չենք փոխում, մասնագիտությունը ինքնին փոխվում է։ Մենք պետք է բաց լինենք սովորելու, Այո, որովհետև ես հանդիպել եմ շատ օրինակ, չգիտեմ, հաշվապահների, ենթադրենք, որոնք դեռ չգիտեմ, են կալկուլյատորը, դավթարներով, չէ՞, հա, դավթարներով ու իրենց հիմնական խոսքը ես չեմ սիրում համակարգիչ, իմ ամեն ինչ պետքա տետրի մեջ լինի եւ այլն, օքեյ։ Մենք գիտենք, որ մարդը ձեռքով երբ գրում է, ուղեղի հետ կապը շատ ավելի է, բայց ձեռքով գրելը չի կարող օգնել աշխատանքի մեջ, եթե կա օրինակ ծրագրեր ու լուծումներ, որոնք մեր ժամանակն են այո, խնայում։ Մենք պետքա բաց լինենք նաև մեր մասնագիտության մեջ ժամանակակից միշտ լինել եւ նոր ուղղություններ ուսումնասիրել ու սովորել։ Այո, ամբողջ կյանքի ընթացքում մարդը պիտի սովորի, մարդը պիտի մասնագիտություն փոխի եւ իր միշտ չփոխի, իր մասնագիտության մեջ կատարելագործվի։ այո, Կատարելագործվում է աշխարհը, փոխվում է աշխարհը, դու երբեք քո մոտեցումներով չես կարող լինել նույնը, երբեք։ Ու մեր սերունդներն էլ են շատ տարբեր, հա, էլի ծեծված թեմա է Generation Z-ի մասով, նույն HR-ի մեջ այնքան բան փոխվեց, որ մենք հասկացանք, որ մեր հին մեթոդները, ասենց ոտքը ոտքին գցել ու սпасել դիմորդների հարյուրավոր խոսքին, CV-ներ, այո, չկա տենց բան։ Դու պիտի ընկնես, լավ մասնագետ գտնես, դու վաճառող ես դարձել, ոչ թե հավաքագրող, հա, եթե այսպես ինչ կարճ հետաքրքիր է։ խոսենք։ Այո, Նշեցիր AI-ի դարաշրջանի փոփոխությունները եւ այն ամենը, որ հիմա պահանջվում է մարդկանցից եւ մենք տեսնում ենք, որ անգամ նույն ծրագրավորման ոլորտում
Այն մարդիկ, ովքեր այդ AI tool-երին չեն տիրապետում, իրանք ավտոմատ դուրս են մղվում աշխատաշուկայից։ Ինչ ես կարծում, ինչա բերելու իր հետ AI-ը, ինչ հնարավորություններ, ինչ դժվարություններ։ Իհարկե դեռևս շուտ է շատ ինչ-որ պրոգնոզ անել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված, այնուամենայնիվ ինչ պետքա հիմիկվա դեռահասը իմանա, միգուցե կողմնորոշվի այս քո խոսքերի վրա հիմնվելով եւ ընտրի ավելի AI-ին մոտիկ մասնագիտություն։ Շատ կդժվարանամ իհարկե ոնց որ ասել թե ինչ կլինի ապագայում, մի քիչ վախեցնող, մի քիչ չվախեցնող, ամեն դեպքում այն մարդկային է, ինչը կա մարդու ուղեղում, AI-ը դժվար փոխարինի։ Դա ստեղծարար մտածելակերպն է, դա մարդ-մարդ հարաբերություններն են, որովհետև շատ բիզնեսներ կառուցվում են ոչ թե չոր հաշվարկների վրա, այլ մարդ-մարդ հարաբերությունների վրա։ Դու ինչ որ զգացողությամբ ուզում ես այս մարդու հետ աշխատել կամ չես ուզում աշխատել։ Կախնիկ բացեմ, որ նույն HR էքսպերտները, նույն կազմակերպության հիմնադիրները հիմնականում անձնակազմ ընտրելիս շատ այդ ինտուիտիվ մակարդակով, ընտրում են նաև մարդուն։ Սա եւ լավ է եւ վատ, որովհետեւ ոնց որ հստակ չափանիշի վրա չի հիմնված, բայց այդպես է, եթե ես նույնիսկ հիմնադրին ասում եմ, օրինակ, չգիտեմ, ինչի եք այս մարդուն ընտրում, նա ասում է, որ զգացողություն ունի այս մարդու հետ կկարողանա աշխատել, ինչ որ հատկանիշներ է տեսել։ Մեր մեջ պետք է անպայման զարգացնենք կոմունիկացիոն, այդ հմտությունները, առաջնորդության հմտությունները, էլի շատ են խոսում սրա մասին, բայց սա պարզապես հմտություն չի, սա դիրքորոշում է կյանքի նկատմամբ, նստել, լացել, մեղադրել, թե ինքդ քո կյանքը կառուցել, եթե սենց կարճ ասենք։ Եվ իհարկե ստեղծարար մտածողությունը, այդ հետաքրքրասիրությունը միշտ մարդու մեջ զարգացնում է ստեղծարար մոտեցում, ինչը AI-ը միգուցե 20 տարի հետո կդառնա ամենաստեղծարարը, դեռևս դա չեմ տեսնում AI-ի մեջ, չնայած շատ ակտիվ օգտագործում եմ AI գործիքները ինքս։ Դու միշտ ժամանակի հետ զուգահեռ քայլում ես։ Արի մեկ էլ անդրադառնանք էլի շատ պրոբլեմատիկ հարցին, դա ծնողների շատ ակտիվ ներգրավվածությունն է դեռահասի այդ մասնագիտության կողմնորոշման հարցում եւ շատ անգամ մենք տեսնում ենք, որ ծնողները պահանջում են, պարտադրում են իրենց պատկերացրած մասնագիտության հետևից գնալ։ Արդյոք դա ճիշտ է եւ ինչպես երեխան կարող է ընդվզի եւ ինչպես պետքա ծնողը իրեն փորձի մի քիչ փոխել իր պատկերացումները։ Առհասարակ եւ ժամանակակից հոգեբանությունը եւ բոլոր տեսությունները ասում են, որ մենք մեր երեխային պետք է դաստիարակենք որպես անհատ։ Փոքրուց երեխան, որ ընտրություն է կատարում, ունի բնավորություն, մեզ համար հարմար չէ, մենք այնպես ենք անում, որ երեխան լինի լսող, ընտրություն չկատարի, չգիտեմ, հիմնականում եմ ասում, ոնց որ բոլորի մոտ չէ։ Երբ որ երեխան կատարում է ընտրություն եւ իր կարծիքն է ասում, սա շատ լավ է, ինչքան էլ մեզ որպես ծնող հարմար չէ։ Թողեք, որ ձեր երեխան կատարի իր ընտրությունը, թողեք, որ ձեր երեխան սխալվի։ Սխալվելը կյանքի ամենահավես բանն է, որովհետեւ սխալը ու բարդ իրավիճակն է, որ մեզ զարգացնում է ու դարձնում է որպես մարդ, որ ձևավորում է մեր մեջ հատկանիշներ։ Ավտոպիլոտի վրա ապրել մամայի, պապայի կյանքը իրենք մերը չեն, թեկուզ մեզ անմահություն են բերել, եթե սենց փիլիսոփայորեն նայենք, բայց իրենք մերը չեն, իրենք առանձին անհատ են ու դրսում որ նայում ենք երբեմն ասում ենք լավ է բրախեցին 18 տարեկանից, շատ լավ է, իսկ Հայաստանում կան մարդիկ, որոնք 40 տարի, այո, սեպարացված չեն իրենց ծնողներից, իսկ սա հոգեբանական շատ լուրջ խնդիր է, մեր ծնողներն էլ մեր հետ են այդպես եղել, իրականում այն ժամանակ շատ ավելի սուր է եղել, շատ ազդեցություն են ունեցել։ Թողեք ձեր երեխան կատարի իր ընտրությունը, թողեք թող ինքը սխալվի, դա իր կյանքն է։ Ամեն ձևով իր մեջքին կանգնած եղեք, օգնեք, չեմ ասում մի օգնեք, բայց թույլ տվեք, որ իրենք ապրեն իրենց կյանքը ու վստահ եղեք, որ լավ կապրեն իրենց կյանքը։ Ինչա ձեզ թվում, որ դուք ավելի խելացի եք, քան ձեր երեխան։ Խոսքդ ուղղված դեռահասին, ով ուզում է ի տարբերություն ծնողի ինչ որ այլ մասնագիտություն, ծնողը ասում է, չգիտեմ, տնտեսագետ, ինքը ուզում է դառնա նկարիչ, Ինչ միտք փոխանցի ծնողին, որպեսզի մաքսիմալ համոզի, այսպես ասած։ Ես խորհուրդ կտամ բացի դրանից, որ դուք արդեն ընտրել եք մասնագիտություն, վստահ եք, որ ուզում եք այդ մասնագիտությամբ զբաղվել, մի հատ ծնողին էլ լսեք։ Իր դիրքորոշումը լսեք, հասկացեք, միգուցե ծնողի կարծիքի մեջ կլինեն էլեմենտներ, որոնք ձեզ շատ օգտակար կլինեն։ Վերլուծեք այդ ամբողջը եւ ձեր ծնողին ասեք, որ դուք պատասխանատվություն եք կրում ձեր կյանքի համար եւ պատրաստ եք ձեր մասնագիտությամբ առաջ գնալ։ Իսկ եթե որոշ ժամանակ հետո կհասկանաք, որ դա այն չէ, ինչ ընտրել եք, եւս մեկ անգամ կսովորեք եւ նոր մասնագիտությամբ արդեն կհասնեք հաջողությունների։
Շնորհակալ եմ շատ Վարդուհի ջան, նաև քո այդ ուղի խոսքի համար։ Նաև այս վերջի ժամանակների կարծում եմ տենդենսա, որ դեռահասները, երիտասարդները թերագնահատում են եւ արժեզրկում են բարձրագույն ուսումը, դիպլոմը եւ շատերը նախընտրում են, չգիտեմ, 6 ամսյա ինչ որ տրեյնինգ անեն եւ այդքանով արագացնեն իրենց եկամուտ օրինակ աշխատելու հնարավորություն ունենալու ասում են չենք ուզում 6 տարի ծախսենք, ուզում ենք չգիտեմ 6 ամսա կուրս անենք եւ արդեն անցնենք աշխատանքի։ Երբեմն տեսնում ենք, որ այդ դեռահասները անգամ փոքր տեք, չգիտեմ 16-17-ում արդեն ունեն բավական մեծ եկամուտ, անգամ այս բլոգերները, ովքեր որ հա վերջի շրջանում արդեն մեծ գումարներ են կարողանում աշխատել եւ կարծես թե այստեղ մեծ ինչ որ sense gap է ստեղծվում մոտեցումների եւ առհասարակ ճիշտը որն է այս դեպքում ընդունվել բուխ նորմալ ձևով, այսպես մեր համար միլենիալների համար սովոր ձևով ստեղծել իրենց կարիերան, թե այնուամենայնիվ գնալ արագ ճանապարհով։ Արուսիկ ջան, խնդիրն այն է, որ բուհերում շատ հաճախ չեն տալիս են ինչը որ երեխաները ուզում են։ Պրակտիկ մանավանդ։ Եվ պրակտիկ, եւ հետաքրքիր։ Ինչի են երեխաները գալիս տրեյնինգների, որովհետեւ տրեյնինգը հավես է, որովհետեւ տրեյնինգի ընթացքում իրենք ազատ են, կանգնում են, խոսում են, ուզում են դուրս են գալիս։ Այս ժամանակակից մոտեցում է ու շատ հաճախ շատ բուհեր ձևական բնույթ են կրում։ Այսինքն եթե դու ընդունվեցիր, վճարեցիր, այսպես թե այնպես ավարտելու ես, հա, տարբերակ չունես դուրս մնալու։ Այդ դրսում կա sense շատ լավ sense բուհերի հնարավորություն, որը լավ բուհեր կան, որ ինչքան էլ ուզում ես վճարի, այ եթե դու չսովորես, դու չես ավարտի, հա, ու դու ստիպված սովորում ես։ Բուհը ինքը լավ բան է իրականում, որովհետև ես օրինակ հետ եմ նայում, ես իմ ուսանողական տարիներից ունեմ շրջապատ ձևավորված մարդիկ, ում հետ ես մինչև այսօր կապ եմ պահում։ Այո։ Դուք ունենում եք ոնց որ շրջապատ, հա, մարդիկ սովորող մարդիկ եւ բուհը չի կարող վատ լինել։ Մյուս կողմից ես հասկանում եմ, որ մտածում եք թե լավ 4 տարի գնալ գալ, հա, կամ 6 կամ 10 բժշկական, հա, նո բժշկականի դեպքում իմ կարծիքով պարտադիր է, հա, բուհը մանավանդ կոսմետոլոգիայի բնագավառում, որ հա, բոլոր, եւ այո, բուհը կարեւորում է, մեկ այլ հարց է, որ ուզում եմ, որ բուհում ավելի հետաքրքիր լինեն դասերը, ասեմ, որ ես իմ առաջին մասնագիտության ընթացքում, երբ որ փոքր էի, նոր էի ընդունվել, այդքան շատ չեմ սիրել բուհը, շատ զորով եմ ավարտել, չէի ուզում առհասարակ սովորեի, բայց իմ ավարտելուց հետո աշխատանքին զուգահեռ այնքան եմ սովորել ու ես ինքս ինձ այդ հարց տալիս էի, լավ ինչի է ժամանակ ես չէի սիրում սովորել, իսկ հիմա ես այսքան իմ հոբին է, հա, կարդալ, սովորել, լսել, տրեյնինգ, սովորել, սովորացնել, դա ոնց որ իմ խնդիրը չէր, բայց իմ փորձառությունն էր։ Շնորհակալ եմ շատ նաև որ կիսվում ես փորձառությամբ, եւ վերջին հարցը, ինչ պարամետրներն են ամենաշատը երիտասարդների մեջ մանավանդ գնահատում, երբ առաջին փորձն է աշխատանքի, այսինքն դեռահասը, չգիտեմ, ավարտել է բուհը կամ ինչ որ տրեյնինգներ անցել եւ իր առաջի գործատուին պետքա մոտենա կամ CV ուղարկի։ Այ կխնդրեմ նաեւ իհարկե CV-ի մասն էլ մի քիչ խոսես, ինչի վրա են ուշադրություն դարձնում եւ այ գործատուի հետ կապված հարաբերություններում առաջինը ինչն է կարեւոր։ Կամավորությունը շատ կարևոր է։ Մենք շատ նայում ենք կամավորությանը, դա խոսում է նրա մասին, որ մարդը թիմում աշխատելու արդեն փորձառություն ունի։ Շատ կարևոր է երիտասարդի կոմունիկատիվ հմտությունները։ Իրականում այդ դասականելի, համեստ, ամոթ խաց, կարմրեց, աչքերը ներքև կախեց, այս ամեն ինչը բիզնես աշխարհում տեղ չունի։ Մենք պետք է լինենք շփվող, մենք պետք է լինենք պոզիտիվ։ Այո։ Դարդերը հավաքած չպիտի լինենք եւ կարեւոր է որ գործատուն երիտասարդի մեջ տեսնի վառվող աչքեր եւ պատրաստակամություն նաեւ դժվար աշխատանքներ անել։ Երբ որ գալիս է դեռահասը կամ ոչ դեռահասը, օրինակ, չգիտեմ, դեկրետից հետո մայրիկը, որը երբեք չի աշխատելու, ասում է ես ուզում եմ միայն գրասենյակային աշխատանք, ես չեմ պատկերացնում ինչ սպասարկման ոլորտում, սա ընդունելի չէ։ Որովհետեւ դու այդ բազան չունես, հա։ Այո։ Պատրաստակամություն կատարել տարբեր տեսակի աշխատանքներ, աշխատասիրություն, վառվռուն աչքեր եւ իհարկե, եթե կամավորության փորձ ունի, սա շատ մեծ պլյուս է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ։ Ոստի բոլոր դեռահասներին եւ դեռահասների ծնողներին խորհուրդ տալ դիմել անպայման կամավորական ծրագրերին, կարող եք մեզ էլ դիմել, մենք ամեն տարի ունենում ենք մոտ 30-35 կամավոր, ոստի դա մեծ շանս է դեպի ավելի մեծ աշխարհ մտնել է եւ վերջում նորից հիշեցնեմ ով էր իմ սիրուն եւ վառվռուն աչքերով հյուրը Վարդուհին Հարությունյան, ով HR էքսպերտ է եւ
Work in Progress ընկերության հիմնադիր։ Այո, Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։